Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծես թե Իրանի հարցում անցել է ոչ դիվանագիտական լեքսիկոնի, մասնավորապես Թրամփը հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նախ ասացեք, խնդրեմ, արդյոք սա աննախադեպ է Թրամփի այս հռետորաբանությունը, հաշվի առնելով նաև իր նախկին պաշտոնավարման ժամկետը եւ Իրան-ԱՄՆ հարաբերությունները, կարծես թե ըստ իս սա նոր կարմիր գիծ է, որը հատել է Միացյալ Նահանգները եւ մինչեւ որտեղ կհասնի այս զարգացումը։ Ես նախ պետք է մի բան նշեմ, որ Թրամփի այդ հայտարարությունը ընդհանրապես պետք է դիտենք իր վերջին մի քանի օրերի տարբեր առիթներով։ Նույն ինքը ռուս-ուկրաինական հակամարտության առիթով իր կոշտ լեքսիկոնի ֆոնին։ Նա այս լեքսիկոնը օգտագործում է պարտադրելու իր ցանկությունը, իր կամքը մյուս կողմերին։ Նույն լեքսիկոնը հենց մի անցյալ օրը, եթե չեմ սխալվում, օգտագործել է Ռուսաստանի նկատմամբ, Ուկրաինայի նկատմամբ, օգտագործում է Եվրամիության նկատմամբ, օգտագործում է Կանադայի նկատմամբ եւ նաեւ Իրանի նկատմամբ, կոնկրետ այս դեպքում Իրանի նկատմամբ նույն լեքսիկոնը օգտագործում է։ Եթե մենք հաշվի առնենք իր պաշտոնավարման նախորդ շրջանը եւ զուգահեռներ անցկացնենք այս շրջանի հետ, ես շատ էլ չեմ զարմանում այս լեքսիկոնի օգտագործումից, շատ չեմ զարմանում եւ այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն, չպիտի կենտրոնանալ իմ կարծիքով այս լեքսիկոնի վրա, որովհետեւ ինքը, ինչպես ասացի, փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով հասնել իր նպատակին։ Կոնկրետ հիմա որ խոսում ենք Իրանի դեպքում, մյուս բոլոր դեպքերում եւս չմոռանանք, որ նա պաշտոնավարման իր երկրորդ շրջանի պաշտոնավարման սկզբում հենց երբ ստորագրեց Իրանի դեմ հավելյալ ճնշման այդ փաստաթուղթը, ճնշում բանեցնելու փաստաթուղթը, հավելյալ պատժամիջոցներ հաստատելու փաստաթուղթը, հայտարարեց, որ դա չկամությամբ է ստորագրում։ Ակնհայտ է, մի շատ կարևոր փաստ կա, ակնհայտ է, որ թե Թրամփը եւ թե Մերձավոր Արևելքի հարցերով իր անմիջական բանագնացը եւ խորհրդականը այնքան էլ պատերազմ չեն ցանկանում։ Նրանք գիտակցում են, որ պատերազմը կարող է ինչ հետևանքներ ունենալ, եւ ես կարծում եմ այս լեքսիկոնը օգտագործվում է միայն եւ միայն Իրանին ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ, ես սա ընդգծեմ հատկապես այն պայմաններով, որոնք նշված են եղել Իրանի հոգևոր գլխավոր առաջնորդին հղված նամակում Թրամփի կողմից։ Այդ պայմաններով, այդ նախապայմաններով նստել սեղանի շուրջ։ Այլապես ես չեմ կարծում, որ Թրամփը եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների վարչակազմը այնքան պարզամիտ եւ միամիտ լինեն, որ կարծեն, թե ես առիթ եմ ունեցել ասել, Իրանը Սիրիան է, չգիտեմ, Լիբանանն է, Իրաքն է, Աֆղանստանն է, որին կարելի է ռազմական գործողություններով ստիպել ինչ-որ բանի։ Նաև մեկ այլ բան ընդգծենք, որ Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններ այդուամենայնիվ տեղի են ունենում, թեպետ ոչ ամենաբարձր մակարդակի, եւ այս համատեքստում ինչ նշանակություն ունի Թրամփի այս հայտարարությունները, հավելյալ ճնշում է սա, եթե չգան ընդհանուր հայտարարի այն բանակցություններում, որոնք այս պահին ընթանում են։ Բանակցությունները, ես ասեմ ձեզ, անուղղակի ընթանում են, այս մասին հայտարարել է կոնկրետ հայտարարություն արել արտգործնախարար Արաղչին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, այս կապակցությամբ հստակ հայտարարություն արեց, որ մենք ներկա դրությամբ ուղղակի բանակցությունները համարում ենք այսպես կոչված անհնար, բայց դիվանագիտական պատոհանը չենք փակել եւ անուղղակի կանալներով այդ բանակցությունները գնում են։ Սա լինելու է շատ, ես նշեմ, որ սա լինելու է չափազանց բարդ գործընթաց, այսինքն առիթ եմ ունեցել ասել, որ աշխարհաքաղաքական չափազանց բարդ շախմատ է սա։ Մեկ օրում, երկու օրում, երեք օրում ավարտվելու բան չի կամ մեկ ամիս, երկու ամսվա ընթացքում, այնինչ որ Թրամփը անընդհատ փորձում է նույն ձևով ասում է, թե ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում
2 ամսում պիտի ավարտվի, 1 ամսում պիտի ավարտվի, պիտի խաղաղության պայմանագիր ստորագրվի, հրադադարի պայմանագիր ստորագրվի եւ։ Հիմա նույնը Իրանի մասին, եթե 2 ամսում չհամաձայնվեն բանակցությունների, մենք ռմբահարելու ենք Իրանը։ Չէ, այսպես չի ստացվում։ Երեք գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հստակ իր ելույթի ժամանակ նշեց, որ եթե Ամերիկան փորձի գնալ նման արկածախնդրության, այսինքն հարվածել Իրանին, ուրեմն կստանա համապատասխան, համարժեք, միգուցե նաև ավելի ցավոտ պատասխան, եւ Իրանի ռազմական ղեկավարությունը նաև այս օրերի ընթացքում բազմիցս հայտարարել է այդ մասին։ Այնպես որ ես կարծում եմ միայն հավելյալ հոգեբանական ճնշում բանեցնելու համար է այս հայտարարությունները։ Այդ համատեքստում վերջին հարցը, տեսեք, մենք գիտենք Իրանի այսպես հռետորական արվեստին, քաղաքական իմաստով հռետորական արվեստին տիրապետելու նրբությունների մասին, այս հանգամանքը նկատի ունենալով է Թրամփը հատկապես կոշտ նամակներ հղում եւ հայտարարություններ անում Իրանին, որպեսզի Իրանը դեմ գնա եւ չգան ընդհանուր համաձայնության։ Ես չեմ կարծում նման բան։ Եթե Թրամփը ավելի մեղմ արտահայտվեր իր նամակում Այաթոլլահ Խամենեիին ուղղված, մենք կունենանք այլ իրավիճակ։ Տեսեք, սա միգուցեների բան է, այսպես կոչված դաշտում ենք մենք գտնվում, այո, միգուցե եթե ավելի նուրբ բան լիներ, այսինքն իր հռետորաբանությունը ավելի նուրբ լիներ մեկ այլ արձագանք Իրանի կողմից, միգուցե։ Բայց մի բան հստակ է, որ այս հռետորաբանությամբ ինչ որ տեղ հասնելը Իրանի հետ բանակցություններում ես ընդգծեմ անհնար է, որովհետև Իրանը նման հռետորաբանության արդեն 45 տարի ի վեր, իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր սովոր է նման հռետորաբանության, Իրանը ունի այդ ռազմական, քաղաքական բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանա արձագանքի եւ Իրանում շատ լավ գիտակցում են, որ թե տարածաշրջանը եւ թե Միացյալ Նահանգներում եւս պատրաստ չեն նոր պատերազմի։ Դուք տեսեք տարածաշրջանի արձագանքը ինչպես է եղել։ Նրանք բոլորը Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, որը նամակը փոխանցեց, Օմանը, որը հիմնական միջնորդն է, ավանդական միջնորդն է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ մյուս բոլոր պետությունները փորձում են հնարավորինս խուսափել Իրան Միացյալ Նահանգներ ռազմական բախումից, ռազմական առճակատումից, որովհետև գիտեն դրա արձագանքը անմիջականորեն կրելու են իրենց վրա։ Միակ երկիրը, որը այսպես կոչված շահագրգռված է այդ առումով, Իսրայելն է հանձինս վարչապետ Նեթանյահուի։ Ես չեմ կարծում, որ այս հռետորաբանությունը կարող է աշխատել եւ այս հռետորաբանությունը արդյունք է տալու Իրանի դեպքում։